Բարի օր։ Այսօր հնչեցնելու ենք հարց երկրորդը Նիկոլ Փաշինյանին։ Առաջին հարցը ոնց տեսնում եմ անպատասխան մնաց, բայց ինձնից հասնում է հարցերը հնչեցնելը։ Ես գիտեք քաղաքական որևէ պայքարի մեջ չկամ, որևէ կուսակցության չեմ սատարում։ Ես սատարում եմ իմ երկրին, ես անում եմ իմ գործը։ Օրեր առաջ, պարոն Փաշինյան, դուք ասում եք, որ կզացնելու եք, սատկացնելու եք, ընդ որում հետաքրքիր էր Սերժին, Քոչարյանին, Բակոին, Գագոին։ Ինձ թվում է Գագոն ստեղ հավաքական կերպար է, հիբրիդային երևի նկատի ունեք, թե Գագիկ Ծառուկյանին, թե Գագիկ Խաչատրյանին։ Մենք սա լսել ենք բազմիցս եւ 8 տարի ժամանակ ա եղել, որպեսզի առանց կզացնելու, սատկացնելու մի ողջ իրավապահ համակարգ ունենալով, խնդրեմ իրավապահ համակարգի, նկարները բոլորի, Տիկին Վարդապետյան, պարոն Պողոսյան եւ պարոն Նահապետյան, այսինքն ունենալով այս մեծ ռեսուրսները առանց կզացնելու, սատկացնելու, հնարավոր էր լուծել այն հիմնահարցերը, որոնք այսօր մեր օրակարգային են եւ որոնց պատճառով մենք տվեցինք կորուստներ եւ ամենակարևորը ժողովուրդը կորցրեց իր հավատը եւ վստահությունը եւ այսօր ունենք բազմաթիվ ու բազմապիսի կուսակցություններ, որոնք տալիս են բազմապիսի բազմագույն խոստումներ ձերը եւս, որ դուք պատժելու եք, սատկացնելու, կզացնելու, իհարկե այդ ռիտորիկան ինձ հոգեհարազատ չի, էլի եմ ասում, քանի որ դուք ունեք իրավապահ համակարգ, բայց ժողովուրդը ոչինչ չտեսավ 8 տարվա մեջ։ Ամենասարսափելին ինձ համար նա է, որ երբ որ դուք ասում եք սատկացնելու եք Բակոին կամ Սերժին, դուք նույնիսկ Սերժի շոֆերին 8 տարվա մեջ հանրահայտ Վաչոին, համազգային Վաչոին, համահայկական Վաչոին ոչ մեկ ճակերտավոր չսատկացրեց։ Վաչոն իր համար վայելում է իր կյանքը, Չոր տենց դատական նիստեր են երկարաձիգ ինֆեկցիայի տեսքով, սենց երկար խրոնիկ ինֆեկցիայի տեսքով դատական նիստեր են ընթանում։ Դուք նույնիսկ չկարողացաք սատկացնել Սերժ Սարգսյանի կապիտալ շինարարության վարչության պետ Արմեն Սարգսյանին, որը բավականին հաջող զբաղվել էր Եռաբլուրի Իսակովի պողոտայի եւ Եռաբլուրին հարող հողերի օտարմամբ։ Նույնիսկ որևէ մեկը չկարողացավ Արցախից եկած, այդ որ դուք անուններ եք տալիս, Արայիկ Հարությունյան, դրանց վարորդներին մեկը սատկացնի։ Ես էլի եմ ասում, ես սատկացնելուն բնականաբար դեմ եմ որպես իրավապաշտպան, մենք դրա համար ունենք քրեական օրենսգիրք եւ քրեական օրենսգրքով վերջիներս վաղուց պետքա կրեին իրենց պատասխանատվությունը։ Ամեն օր ձեր շարասյունը անցնում է երևի թե Իսակովի պողոտայով։ Եվ Իսակովի պողոտայով անցնելուց անհնարին է նկատել մեր երկրի երևի ամենամեծ անարդարությունը, որ Իսակովի պողոտայի լավագույն մասերը վաճառվել, նվիրվել, յուրացվել են ռազմաքաղաքական էլիտայի կողմից, իսկ մի մասը բաժինահասել Եռաբլուրում զոհված տղաներին, այսինքն ինչ ժողովրդավարության, ինչ հավասարության, օրենքի գերակայության մասին կարելի է խոսալ, երբ որ երկրի համար պայքարողը Իսակովի պողոտայում ունի գերեզման, երկրի կներեք սպեկուլյացիայով զբաղվողը Եռաբլուրից մի փոքր անդին ունի կալվածքներ, սա օրենքի գերակայության մասին է, ոչ, եւ սա չի գտնվում Տավուշի մարզում կամ չգիտեմ Ղափանում կամ ինչ որ մի հեռավոր տեղ եւ նույնիսկ այդտեղ էլ որ գտնվել, այլ գտնվում է մի տեղ, որտեղ տեղակայված է հանրաճանաչ Իսակովի պողոտան։ Ինչի առ այսօր այս մարդիկ ազատության մեջ են։ Ինչի դուք դատավորներից չեք հարցնում, ոնց են այս մարդիկ կալանքից ազատվում։ Մենք սրա մասին խոսելու ենք։ Սա ընդամենը հարց է եւ այս ամեն ինչը մենք բնականաբար բարձրացնելու ենք եւ մաս-մաս պատմելու ենք, թե ով ոնց վաճառեց Իսակովի պողոտայի հողերը, պետությունը ինչքան վնաս կրեց, նայեք,
Ասում եք կալուգացուն եք սատկացնելու, կզացնելու։ Այդ մարդիկ ասում են 1 միլիարդ բերելու ենք, դնենք այս ինչի մեջ, այն ինչի մեջ եւ այլն եւ այլն։ Փոխանակ սպասեինք, որ 1 միլիարդ ինչ որ մեկը բերի դնի, այս ամբողջ հողերը, եթե վերադառնար պետությանը եւ վնասը փակվեր հողի սպեկուլյանտների կողմից Վաչագան Ղազարյան, Արմեն Սարգսյան եւ այլոք եւ իրանց հովանավորների կողմից մենք որևէ այլ միլիարդի կարիք չէինք զգա։ Հասկանում եք։ Ես չեմ կարծում, որ քարոզներով է պետք ընտրությունը հաղթել։ Ընտրությունը գործով է պետք հաղթել, նամանավանդ խոսքս վերաբերում է գործող իշխանությանը, ում ձեռքը եւ մուրճն ա եղել եւ այն պատվանդանը, ինչի վրա որ մուրճով խփում են եւ պողպատե մանդատը։ Բացի դրանից ինձ մի հարց էլ հետաքրքրում, սա շատ կրճատ եմ ես ասում, ելի եմ ասում Իսակովի պողոտա եւ Եռաբլուր։ Սա ամենակարևոր հարցերից է, ամենակարևոր, որովհետեւ այստեղ ենք տեսնում օրենքի բացակայությունը երկրում։ Այնտեղ հերոս տղաները զոհված, այստեղ բանակից թռածների պապաներն ու մամաներն ու մորքուրները ու բանակից թռածները։ Ոնց կարող է սենց անարդարություն լինի, գոնե առնվազն սրանց ձեռքից պետք էր վերցնել ամեն ինչ եւ դա կարելի էր անել շատ կարճ ժամանակահատվածում, ոչ թե հարկատուների հաշվին տարիներով դատական նիստերով։ Եվ եթե այս մի կողմը զոհված տղաներինն է, այս մի կողմը պետք է իրանցը լինել եւ տալ այդ մարդկանց ծնողներին։ Եվ մի հարց էլ ինձ շատ հետաքրքրում, կիսատ պռատ նայում եմ քարոզարշավները, որովհետև ինձ համար դա ըստ էության տոքսիկ նյութեր են, որովհետև չեմ սիրում լսել այն, ուղղակի լսել, ես սիրում եմ տեսնել։ Ես չեմ տեսել, որ որևէ մեկը խոսա կոռուպցիայից, թալանից, գողունից, գողունի վերադարձից, Արցախի թալանի վերադարձից, որի մասին ես իմ գործն եմ անում 3 տարի շարունակ, հազարավոր էջերով հաղորդումներ ա տրվել, հազարավոր ապացույցներ կա եւ ինչա տեղենում, բացի նրանից, որ ուղղակի ասում են այո, ոչինչ տեղի չունենում։ Եթե կոռուպցիայի դեմ չկա պայքար, չկա ընտրելիք։ Ում ընտրենք։ Ինչ տարբերություն թե ով կլինի, եթե կոռուպցիայի դեմ պայքարը գոյություն չունի։ Գիտեք, մի լավ կամ վատ անեկդոտ կար սովետական միության ժամանակների, երբ կոլխոզի նախագահ են ընտրում, թեկնածուներ կա, ասում են, վաչե սա սովածա, որ սա գա իրա տղային է պտի ավտո առնի, հետո թորանը պտի առնի, հետո տուն պտի առնի, հետո ասում ավելի լավ է այն հնին ընտրենք, այն հինը տարել է։ Արդյոք մենք այս մեխանիզմներով ենք շարունակելու ապրել մեր մի փոքր հողի վրա եւ կոռուպցիան քանդեց մեր երկիրը, կոռուպցիան քանդեց բանակը, կոռուպցիան կազմալուծեց պետությունը, կոռուպցիան կազմալուծեց այդ գործարանները, որ հիմա ինչ որ մեկը դե մարդիկ ասում են աշխատատեղ ենք ստեղծելու։ Հայաստանը ունեցել է շատ հզոր աշխատատեղեր, Հայէլեկտրոն, Այրիդ, չգիտեմ, հաստոցաշինական գործարան, որ ասեմ Սիրիուս, Հրազդան մարշ եւ այլն, այդ քանդողների ձեռքերն է պետք կտրել, մինչեւ որ դուք իրանց կզացնեք, ձեռքերը պետք է կտրվել եւ այդ մարդիկ պետքա պատասխան տային, ինչի կազմալուծեցին, ինչի եղածը վաճառեցին, ինչի մենք սեփական երկաթգիծ չունենք, եթե իմ հետևորդներ հիշում են, եթե չեն հիշում, կարող եմ 5-6 տարի առաջվա իմ եթերները Հարավկովկասյան երկաթուղու մասին դնել, որ հասկանանք։ Այսինքն մարդիկ գալիս են, 4-ը թուղթ են վերցնում ու ասում են, որ выбери меня, птица счастья, завтрашнего дня, ու ամեն ինչ լավ կլինի, մենք Օստապ Բենդերներից հոգնել ենք։ Եվ ձեր իշխանությունը ոչինչ չարեց։ Ձեր իշխանության օրոք հաստացի չկազմաքանդվեց այն փդած հիմքը, որի վրա կարող էր պետքա իրականացվեր պետականաշինություն։ Եթե շենքը սարքում են փդած հիմքի վրա, այդ շենքը կանգուն չի լինում։ Հիմա, երբ որ բոլորն ասում են մեզ ընտրեք, իսկ ժողովրդից ու երկրից թալանածը ով պետքա վերադարձնի, Արցախի թալանը ով պետքա վերադարձնի, թե
նախաքննական մարմինների իրավապահ համակարգը ձգում է, որ տեսնի հունիսի 7-ից հետո ինչ արնելու, այսինքն այդ մարդիկ ձեզ նվիրված էլ չեն, տենց է պարզվում, որտեվ եթե ձեզ նվիրված լինեն եւ ձեզ սատարեին ձեր իրավապահ համակարգը, գոնե հիմա կամ ընտրություններից առաջ, գոնե գործ կանեն, այսինքն սպասում են տեսնեն, որ Լարա խաղացի նման, հա, որ կարող է հունիսի 7-ից հետո մեկի տեսար սենց բան եղավ, մեղադրանք չառաջադրենք ու այս ձևով եռաբլուր վաճառելով, եռաբլուրին հարող տարածքներ վաճառելով ու այս մարդկանց կոռուպցիոն ռիսկերով ազատության մեջ թողնելով, փաստացի երկիրը գնում է ընտրությունների։ Մեկ այլ դետալ էլ ասեմ, որ շատ հետաքրքիր է, ես ինչ հիշում եմ 18 թվականի իրադարձություններից հետո պայքար է գնում կոռուպցիայի դեմ, ես հիշում եմ Խաչատրյան Գագո, բայց Խաչատրյան Գագոյի հետ փոխկապակցված անձիկ, որոնք սարքում են պալադա համալիրը, չգիտես ոնց ձեր պատգամավորներն են գնում բացմանը մասնակցում եւ հովանավորում, այո, հովանավորում Կարեն Դավթյանին, Ստեփան Կիրակոսյանին, եւ սա խոսքը մենակ պալադայի մասին չի, եւ Գագիկ Խաչատրյանի այլ մտերիմներ, Սերոբ Դայան եւ այլն փողերի լվացմանը։ Բա այս բագաժով ոնց է կզացնելու։ Բա կզացնեիք էլի։ Սատկացնեիք, բայց սատկացնեիք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով։ Ձեզ պետք չէր սատկացնել, պետք էր, որ ձեր իրավապահ համակարգը աշխատեր։ Առայժմ այսքանը եւ այս ամեն ինչի մասին ավելի մանրամասն դրվագ առ դրվագ հովանավորչության մասին, լուրջ հովանավորչության մասին, որը միջնորդավորված է կոռուպցիոն ռիսկերով, շատ փողով, կխոսենք մոտ օրերս այս բոլոր կերպարների մասին հատ-հատ։ Ոնց կարող է իրավապահ համակարգը աշխատի, երբ որ եռաբլուրը օտարած մարդկանցից է, մեկը 111 գույք ունի։ Ոնց կարող եք դուք Բակոին, որ ուրիշ տեղ է, սատկացնել ու կզացնել, երբ որ Բակոյի փոխոստիկանապետին փայփայած ձեռքերի վրա պահում են, ընդ որում ձեր պատգամավորներից էլ։ Ոնց կարող եք գագոներ, ոնց որ դուք եք ասում, սատկացնել ու կզացնել, երբ որ առնվազն Գագիկ Խաչատրյանին փայփայած իրավապահ համակարգը պահում է իր ձեռքերի վրա, ես գտնում եմ, որ մնացածը դառնում է ֆարս եւ ձեզնից ակնկալում եմ այս հարցերի պատասխան։ Առաջին հարցը հնչել էր, վերաբերվում էր կոնկրետ Արցախի թալանին, հիմա երկրորդ հարցը վերաբերվում է ձեր ասած անձանց, ասեցիք Սերժ, Բակո, Քոչարյան, Գագո, մի կզացրեք օրենքով եւ այդ ժամանակը 8 տարի ունեք, այլևս 8 տարի չկա, այսքանը։